Առաջին լրատվականի գլխավոր տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի ազգային ժողովի հանրապետական խմբակցության падգամավոր Սամվել Ֆարմանյանին, բարև ձեզ պարոն Ֆարմանյան։ Մենք մոտենում ենք եզրագծին եւ արդեն մի քանի օրից հանրագումարի կարող ենք բերել արդյունքները, ձեր առաջին դիտարկումները, այն դիսկուրսը քաղաքական, որ վերջին շաբաթներին մենք բոլորս հետևեցինք, քննարկեցինք ամենատարբեր շրջանակներում։ Ձեզ մոտ առաջացնում է լավատեսության, այսպես զգացողություն ապագայի նկատմամբ։ Շնորհակալություն հրավերի եւ ընձեռված հնարավորության համար։ Իսկապես մենք մոտենում ենք ընտրաշավի ավարտին եւս մեկ շաբաթ եւ արդեն մեր քաղաքացիները, բնակչությունը հանրապետության իր որոշմամբ կձևավորի նոր իշխանություն։ Կարծում եմ, որ գիտակցությունը, որ ազգային ժողովի ընտրություններով ձևավորվելու է երկրի ամբողջական իշխանությունը, քայլ առ քայլ, բայց այդուհանդերձ դարձավ հասարակական գիտակցություն, քաղաքական գործընթացի մասնակից բոլոր ուժերի ջանքերի շնորհիվ, սա մեկ, երկրորդ լավատեսության հիմք ինձ տալիս է այն հանգամանքը, որ բոլոր քաղաքական դերակատարները, այդ թվում նաև քաղաքական մեծամասնությունը, մենք խոսում ենք փոփոխությունների անհրաժեշտության մասին։ Իսկ դա նշանակում է մեկ բան, որ անկախ ընտրության արդյունքներից, ինչպիսի քաղաքական իշխանություն է ձևավորվի, նոր ձևավորված իշխանությունը պարտավոր է սպասարկել այդ փոփոխությունների անհրաժեշտությունը եւ այն նախընտրական օրակարգը, որ այսօր խոսվում է։ Սա ես համարում եմ չափազանց կարևոր առանձնահատկություն այս ընտրությունների արդյունքները կարևոր են, ի նկատի ունեմ օրակարգի մասով, նախընտրական այդ ուժերը ներկայացված նախընտրական քարոզարշավի օրակարգում այսօր խոսվում է բացառապես փոփոխությունների անհրաժեշտության մասին եւ դա նաեւ մեր մասնակցությամբ բոլորը հետևում են, դա տեսնում են, սա չափազանց կարևոր առանձնահատկություն է, այսինքն մենք խոսում ենք ոչ թե այն մասին, որ այս ամեն ինչը լավ է, պետք է պահել նույնը, այլ մենք խոսում ենք հիմնականում փոփոխությունների օրակարգի մասին, դա շատ կարևոր առանձնահատկություն է, երբեք այսպես սուր, այսպես ընդգրկուն, այսպես միանշանակ այդ ամենի մասին գոնե իմ անձնական դիտարկումում չի խոսվել։ Քաղաքական դիսկուրսի խորության մասին ես ունեմ վերապահումներ, ասել, որ մեր նախընտրական քարոզարշավը մի միջավայր ձևավորեց, որտեղ տարբեր նոր գաղափարներ, մտքեր կգան, իրար կբախվեն եւ այդտեղից գուցե ինչ-որ բաներ, գործողություններ դառան, ցավոք սրտի ես չեմ կարող դա պնդել եւ հավանաբար ես իշխանությունն եմ անում, այո, ես խոսում եմ ընդհանուր, ուրեմն քարոզչության առանձնահատկությունների մասին, փոփոխությունները որտեղից պիտի գան։ Տեսեք, հիմա ասեմ, տեսեք, գուցե այդ դիսկուրսի որակական կողմը, ինչի մասին մենք խոսում ենք, նաեւ իր բացատրություններն ունի, բայց ես վստահ եմ, որ հեռու չեն ժամանակները ընտրական ցիկլերի առումով մանավանդ նոր այս ընտրակարգ իր ապագա հնարավոր վերանայումներով բերելու է դրան, որ ընտրարշավը վերածվելու է իսկապես կոնկրետ գոյություն ունեցող հարցերի լուծման տարբեր մեխանիզմների մտքերի բախման։ Ես պետք է ասեմ, որ այդուհանդերձ իմ ասածը չի ենթադրում, որ տարբեր հարցերի լուծման վերաբերյալ հետաքրքիր մտքեր չեն շրջանառվել։ Ես ծանոթացել եմ ուրեմն ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի ծրագրին, բացառությամբ մեկ կուսակցության, թույլ տվեք անունը չնշել, բոլոր կուսակցությունների ծրագրերում հանդիպել եմ մտքեր, գաղափարներ, որոնք նույնիսկ կրկնում են հավանաբար, ոչ միայն մեկը մյուսին կրկնում են, բայց նաև անկախ իշխանության կոմպոզիցիայից ինչ իշխանություն կձևավորենք, այդ մտքերը, գաղափարները, առաջարկվող լուծումներ արժանի են ամենալուրջ ուշադրության քննարկման եւ որոշումների կայացման։ Ի սկզբանե դուք եւս ողջունում եք սահմանադրական փոփոխությունների այն առաջարկը, որը ընդունվեց եւ որով մենք փաստորեն նոր քաղաքական համակարգի մեջ հայտնվեցինք, այդ ամենը նախատեսում էր, այդ փոփոխությունները նախատեսում էին քաղաքական ներկապնակի հիմնական դերակատարների գործուն մասնակցություն եւ այդ մասնակիցները պետք է հրապարակներից տեղափոխվեին ազգային ժողով եւ ազգային ժողովը հնարավորինս ներկայացուցչական պետք է լիներ։ Տեսեք, իմ կարծիքով երկու գաղափար այստեղ պետք է ուշադրության արժանացնել։ Առաջին, որ սահմանադրական փոփոխություններով եւ պետական կառավարման ձևի փոփոխությամբ, նաեւ համամասնական ընտրակարգի ներդրմամբ ըստ էության գործընթացները քաղաքական բերելու են ճիշտ հակառակ, ուրեմն տրամաբանության քաղաքական միավորների ուժերի կոնսոլիդացիայի։ Եվ ես առավել քան վստահ եմ, որ ապագա քաղաքական գործընթացները խորհրդարանական ընտրություններից հետո, երբ որ դրա արդյունքները արդեն պարզ լինեն,
անելու են օբյեկտիվորեն, այսինքն կառավարման ձևը, պետության եւ քաղաքական ընտրակարգը, համակարգը դա թելադրելու է, այո։ Այսինքն շատ է քիչ ակտիվ քաղաքական միավորները, նույնիսկ քաղաքական օրակարգ ունեցող քաղաքացիական միավորները ընտրություններում հաջողություն ունենալու պետք է մեկտեղեն ռեսուրսները։ Իսկ ձեր դիտարկումները, որի հետ ես համաձայն եմ, որ առանձին քաղաքական միավորներ են անջատվում, ձևավորվում եւ այլն, ես հեռու եմ այն մտքից, որ այդ միավորները գոնե այս պահի դրությամբ իրենց արժեվ դնում են որպես կուսակցություն ստեղծելու նպատակ, իշխանությունը վերցնելու եւ իրենց ծրագրերը իրականացնելու մղումը, գուցե այլ եղանակով ձեր ասած հրապարակում կամ դալիճներում կամ տարբեր մեխանիզմներով մասնակցություն ունենալ քաղաքական գործընթացներին, բայց դա մի բան է, հավակնել իշխանության եւ իշխանությունը վերցնելու պատասխանատվության, դա կատեգորիկ այլ քաղաքական կոնսոլիդացիա է ենթադրում, այնպես որ ես այդ հարցում գրեթե վստահ եմ, որ անկախ ամեն ինչից քաղաքական մեր հիմնական մարմինի իշխանությունը կրող խորհրդարանը ապագայում գոնե իմ տպավորությունն այդպեսին է, որ բաղկացած կլինի իսկապես տարբեր ուրեմն քաղաքական միավորներից եւ հուսով եմ, որ դա կլինի մեր ժողովրդավարության հաջող հենասյուներից մեկը։ Կարծում եմ քաղաքական ներկապնակը ներկայացված կլինի խորհրդարանում։ Լարումները ազգային ժողովում հնարավոր կլինի։ Լարումները միշտ լինելու են խորհրդարանում։ Ես կարծում եմ հակառակ ավելի շատ են խորհրդարանում լինեն լարումները։ Այո, համաձայն եմ։ Այ դրսում լարումները Գիտեք, ես չեմ կարծում, որ անկախ հանգամանքից, որ մենք խորհրդարանական կառավարման ձևն ենք ընտրել եւ այս ընտրություններում խորհրդարանը լինի քաղաքական բազմասպեկտր ներկապնակի տեսք ունենա, փողոցը, այսինքն հրապարակը դադարելու է քաղաքական գործոն լինել, որտեղ նույնիսկ հասուն ժողովրդավարության երկրներում, որտեղ հասարակության բոլոր շերտերը իրենց քաղաքական նպատակները, կարծիքները արտահայտելու քաղաքական մեխանիզմներ ունեն իդեմս խորհրդարանում ներկայացված ուժերի, այդուհանդերձ որոշ իրավիճակում փողոցը մնում է քաղաքական զարգերակի ճնշումը թելադրող հիմնական գործոնը, առավել եւս մեր պարագայում, երբ մենք դեռ ժողովրդավարության խոշոր հաշվով անցումային փուլում ենք ինստիտուտների կառուցման, ես վստահ եմ, որ փողոցը տարբեր իրավիճակներում շարունակելու է նաեւ դերակատար։ Դե օրինակ ձեզ սպառնում են արյունահեղությամբ, ընդվզմամբ, այսօր եւս դաշինքներից մեկը, մասնակից քաղաքական սուբյեկտներից մեկը հստակ խոսում է հենց այդ լեզվով։ Տեսեք, ես չգիտեմ ում մասին է խոսքը, այսինքն արյունահեղության մասին։ Օհանյան, Ռաֆի, Օսկանյան, Դաշինքը, Սամվել Բաբայանը հստակ ձեզ սպառնում է։ Մեկին սպառնում է արյունահեղությամբ, ինքը իրեն դուրս է դնում օրենքից, անկախ հետապնդած նպատակներից, սա մեկ, որևէ քաղաքական ուժ զրկված չէ հնարավորություններից սահմանադրությամբ օրենքով թույլատրելի բոլոր մեխանիզմների, քարոզչական մեթոդների կիրառմամբ հավակնելու ստանալ հասարակության մեծամասնության աջակցությունը եւ գաղտնիք էլ չի, որ ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունները նման ամբիցիոզ ծրագրերի իրականացման համար ամենալայն հնարավորությունները իսկապես ապահովում են, բայց այդուհանդերձ որևէ քաղաքական միավորի լինի իշխանությանը կամ անդիմադիր որևէ կուսակցության սպառնալ արյունահեղությամբ կամ առավել եւս դիմել նման քայլերի, դա կնշանակի իրեն դուրս տանել օրենքի շրջանակներից եւ դրա համար կրեն ամբողջական պատասխանատվություն։ Շատ հեռու եմ այն մտքից, որ նման քաղաքական էլ չասեմ տեխնոլոգիաները հնարավոր ոչ միայն Հայաստանում երբևէ պատմականորեն հանգեցրել են դրական արդյունքի։ Համաշխարհային պատմությունը վստահաբար կարող եմ ասել, որ մեկ դեպք դրական չի հիշում, երբ որ նման մեթոդների կիրառման որևէ քաղաքական նպատակի խոցումը կամ թիրախավորումը բերել է դրական արդյունքի տվյալ երկրի հասարակության համար եւ պատրաստ են որևէ պատմաբանի հետ այս թեմայի շուրջ մասնագիտական վեճի բռնվել։ Հանրապետական կուսակցությունը այս ընտրություններում այդ փոփոխությունների ընդհանուր կարգախոսի ներքո նաև նոր դեմքեր առաջարկեց եւ առաջին 5 անդամները գոնե ցուցակից էր։ Նրանք են, ովքեր կարծես նրանցից շատերը մեծամասնությունը նոր է անդամագրվել Հանրապետական կուսակցությանը եւ շատ քիչ աղերսներ ուներ բուն, նժդեհականության եւ մնացածի հետ։ Այս գաղճ իրականությանը, այդ մոխրագույն իրականությանը, երբ մեր գյուղեր ուղարկում եք այ վարչապետին եւ փորձում եք դրանով նաեւ փոփոխությունների ձեր ասելիքը փոխանցել հանրությանը։ Մյուս կողմից մեթոդները այդ վերստին վերարտադրվելու այս խորհրդարանական ընտրություններում նորից մեծամասնություն ապահովելու համար մնում են հին
եւ չարչրկված այն նույն գործողությունները, որոնք մշտապես իշխանությունը գործի է դրել 90-ականներից սկսած։ Վարչական ամբողջ ռեսուրսը այսօր փաստորեն հանրապետական կուսակցության համար է աշխատում, փաստերը, որոնք որ անցյալ շաբաթ արդեն հրապարակվել են, դրանք այո վարչապետը դեռևս կարծեմ չի հասցրել ուսումնասիրել այդ ամբողջ տեղեկությունները, բայց ես ուզում եմ ձեր վերաբերմունքը եւ տեսակետը։ Տեսեք, ես միայն ուրախ մի կողմից փոփոխություններ, մի կողմից այդ նոր դեմքերը, մյուս կողմից այդ հին մեթոդները, որոնք տեսեք, նախ արձանագրենք, որ ես ինքս շատ ուրախ եմ այն առիթով, որ իշխող քաղաքական մեծամասնությունը դինամիկ փոփոխությունների գործընթացում գտնվող քաղաքական ուժ է։ Գիտեք, երբ որ իշխանությունը կամ իշխող քաղաքական ուժը չի գնում փոփոխությունների, նաև կադրային առումով, նաև իր ներսում թար արյուն ներարկելու կամ վտակներ, այսպես ասենք, ներառելու մոդայիկ բառ օգտագործենք կտրվածքով, ես հասկանում եմ այն քննադատությունները, որոնք մեր ընդդիմախոսների կամ նույն զանգվածային լրատվության միջոցների մեր հարգարժան գործընկերների կողմից հնչեցվում են։ Ես դա հասկանում եմ։ Իսկ հակառակը, երբ որևէ քաղաքական կուսակցություն, որը իշխանության համար պատասխանատվություն ունի, նաև ընդառաջ գնալով հասարակության դժգոհություններին, հասարակության գնահատականներին, տեսակետներին գնում է փոփոխությունների, իսկ որոշ դեպքերում չափազանց համարձակ փոփոխությունների, եւ դա էլ ուրեմն արժանանում է քննադատության այլ ձևակերպմամբ։ Ես այդտեղ արդեն ներողություն հատուկ միտում եմ տեսնում, բայց ոչ ձևակերպենք ուրեմն հանրային մթնոլորտ առողջացնելու նպատակադրում։ Կապված մեթոդների հետ կապված ես չեմ կարող հերքել եւ ասել, որ քաղաքական իշխանությունը այսօր ընտրարշավին մասնակցում է զերծ Հայաստանի նախընթաց պատմության ընթացքում արձանագրված բացասական բոլոր հնարավոր երևույթներից։ Ես դա չեմ կարող հերքել եւ ավելին չտիրապետելով ամբողջությամբ մամուլում տեղ գտած տարատեսակ հրապարակումների իսկությանը կամ դրա բացակայությանը, որտեղ համաձայնվեք մենք բոլորից հավանաբար լավ գիտենք, որ լինում է եւ այն, կարող եմ ես ենթադրել, որ նման երևույթներ կարող են տեղ գտնել։ Ես կարող եմ իմ կարծիքը ասել, որ ընդհանրապես մեր դպրոցական կյանքը, հանրակրթական հաստատությունները, ընդհանրապես ոչ միայն դպրոցները, նույն բուհական համակարգը չպետք է ծառայեցվեն քաղաքական որևէ նպատակադրման, որովհետև ես ինքս կրթության վերաբերյալ ունեմ հատուկ վերաբերմունք եւ վստահ եմ, որ եթե մենք ունենք երազանք մեր երկրի ապագայի հետ կապված, դրա մեխանիզմը կամ խողովակաշարերը անցնում են հանրակրթությունից մինչև համալսարանական կրթություն։ Բայց միևնույն ժամանակ մենք պետք է ի նկատի ունենանք այն միտումը, որով մենք ընթանում ենք, այսինքն տեղ գտած 1, 2 կամ 10 բացասական հնարավոր դրսևորումներով բերել հանգեցնել 130 դպրոցներ, ես երևույթներն եմ ասում, բերել հանգեցնել նրան, որ մեր կյանքում նաև քաղաքական տեսանկյունից փոփոխություններ չեն լինում, սա հասկանալի է, որ ձեռնտու է քաղաքական ընդդիմախոսների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, բայց դա իրականության հետ աղերս չունի, որովհետև տեսեք, դրան մենք կարող ենք հակադրել, որ քաղաքական լայն կոնսոլիդացիայի արդյունքում ընտրական օրենսգիրքը այդուհանդերձ մեր պետության, ժողովրդավարության, մեր աստիճանի վրա գտնվող հասարակությունների համար հեղափոխական փոփոխություններ մենք կատարեցինք թվացյալ, այսպես ասած, բոլորի մեջ համաձայնության մթնոլորտում, որը ըստ էության բացառում է արմատական մի քանի հարցերի լուծում, որոնք ամեն նախընտրական քարոզարշավին նաև ձեր տաղավարից հնչեցվել են երկրից բացակայող քաղաքացիների քվեարկությունից մինչև ցուցակների հրապարակում, մինչև գրանցման ավտոմատացված համակարգերի ներդրում, տեղամասերի ուրեմն վիդեո նկարահանում եւ այլն եւ այլն եւ այլն։ Իմ ասածը հետեւյալն է, եթե որևէ մեկը փորձելու է սրբացնել եւ ասել, որ մենք լուսնից հրավիրել ենք քաղաքական նոր իշխանություն, որը ավելի սրբորեն է գործում, քան նույնիսկ կայացած ժողովրդավարության երկրների իշխանական կուսակցությունները, ասենք Շվեդիայում կամ Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում, Միացյալ Նահանգներում, դա կլինի իրականության աղճատում, բայց նույն կերպ իրականության աղճատում կլինի այդ դեպքերը տարալուծելով ամբողջ ներկապնակի վրա, փորձել մռայլագույն գույներով ներկայացնել ամեն ինչ, թեև ես ինքս հասկանում եմ, որ նախընտրական քարոզարշավի շրջանում ցանկացած քաղաքական ընդդիմության գործունեության մոտոներից մեկը հենց դա է։ Ես դա հասկանում եմ։ Վտակների մասին խոսեցիք, պարոն Ֆարմանյան, այս ընտրությունները եւ այս ընտրական համակարգը ինքնին իշխանությունից կարծես դուրս թողեց շատ կարևոր առանցքային ներկայացուցիչների։ Նրանցից ոմանք
այսօր ակտիվորեն ներգրավված են քաղաքական գործընթացում, Սեյրան Օհանյան, Հովիկ Աբրամյան, նա ակտիվորեն կարծես թե ներգրավված չէ, գուցե ստվերային գործունեություն է իրականացնում։ Ափսոսանք զգում եք, թե ավելի ամրացած եք գնում առաջ։ Ես չեմ համարում, որ քաղաքական կուսակցությունը կամ պետք է ափսոսանք զգա կամ հակառակ ձևակերպի որպես ավելի ամրացած առաջ գնան, դա բնական գործընթաց է, մեզանից յուրաքանչյուրը մեծ համակարգով պայմանավորված, այսինքն այս փոփոխությունները ստիպեցին, որպես ինքն է որոշում կայացնում ինչպես առաջ ընթանալ։ Պարոն Աբրամյանը կայացրել է իր որոշումը, պարոն Օհանյանը կայացրել է իր որոշումը, ես երկուսին էլ հաջողություն եմ մաղթում, բայց մենք ունենք մեր օրակարգը եւ շատ պիպային է հնչում, մենք մեր օրակարգի իրականացման հետևից ենք գնում։ Եվ փաստորեն թարմ արյունը, որ ներարկվել է կուսակցություն, հինը այլևս չի կարողանում կենսագործվել այդ օրգանիզմի մեջ եւ նրանց դուք ուղղակի փսխում եք։ Ես չի ցանկանա խնդիրը դիտարկել նման շատ սուր հակադրության մեջ, որովհետեւ իրականության մեջ բնության նոր եւ հին արյունների համատեղելիության բնությունը իր կանոններն է թելադրում, ասում է աշտանը միշտ փոխարինում է ձմեռը, ձմռանը հաջորդում է գարունը, մարտը երիտասարդության ավելի տարիք ուրեմն տարիքային խումբ է տեղափոխվում եւ այլն, այսինքն սա բնական գործընթաց է, նույնն էլ ցանկացած հանրապետական կուսակցությունը պարագայում, չէ, ցանկացած շնչող օրգանիզմի պարագայում այդ փոփոխությունները անխուսափելի են, բայց ես այդտեղ տեսնել սերունդների հատուկ հակադրություն ես անկեղծ որպես լինելով այդ մարդկանցից մեկը չեմ տեսնում, բայց նաև ուրախ եմ, որ հիմա հիմնականում մամուլում եւ քաղաքական շրջանակներում շատ է խոսվում այս սերնդային բախման կամ ձեր ասած թարմարյուն, հինարյուն այս թեմաների մասին, որտեղ կար ժամանակ անկեղծ, որտեղ հիմնական նման քննարկվող հարցադրումը թեման Հայաստանցի Ղարաբաղցի, եթե հիշում եք, արհեստական կեղծ հակադրություններ։ Եվ երբ ամեն անգամ ինձ այդ թեմայի վերաբերյալ հարց են տալիս, ես միշտ ուրախանում եմ, որ բարեբախտաբար այն մի արհեստական խնդիրը մենք թողել ենք անցյալում, ոչինչ, հիմա ինչ որ ժամանակ հետո սա մոռացության կտրվի, բայց առաջընթացի հիմքը ակնհայտորեն ցանկացած ընկերության մեջ, լրատվամիջոցի համար, բիզնես գործունեություն ծավալող, գիտական հաստատության համար թարմարյան ներարկումն է, նույնն էլ նաև քաղաքական կյանքում են։ Ավելին, եթե իմ կարծիքը կուզեք, Հայաստանում մի քիչ այդ հարցն սխալ ընկալման սխալ դիտակետից է ընկալվում, որտեղ քաղաքականությամբ զբաղվող քաղաքական գործիչների իմ սերունդը, որոնք այսօր ինչ որ առումով ներգրաված են, ձևակերպվում որպես երիտասարդ սերունդ, թեև մենք արդեն մեր 40-ն ենք բոլորում, եւ ես հասկանում եմ ինչու է դա այդպես։ Մինչդեռ իմ կարծիքով երիտասարդությունը դա մաքուր անկախության սերունդն է 88-90 թվականին ծնված, ով կապանքներից մտածողության առումով ամբողջապես ձեռք ազատված է, ամբողջապես անկախության գաղափարների կրող է եւ նրանք արդեն այսօր տեսեք 25, 26, 27, 28 տարեկան մարդիկ են։ Իմ պատկերացմամբ, երբ որ մենք խոսում ենք թարմարյան ներարկման անհրաժեշտության մասին, այ հենց այդ մարդկանց մասին պետք է խոսենք եւ ավելին գոնե իմ դիտարկումները, որքան ես շփվում եմ իրենց հետ, տեսնում եմ, ընթերցում եմ իրենց մտածողությունը, հասկանում եմ ես մեկ վայրկյան անգամ մեր պետության ապագայի առումով վատատեսության որևէ հիմք չեմ տեսնում, ելնելով միայն նրանից, թե ինչ փառահեղ ազգային մտածողությամբ, գլոբալ նաև մտածողությամբ իրեն աշխարհի մի մասը համարող պատվախնդիր ու արժանապատիվ սերունդ է մեր մոտ մեծանում։ Ես այդ առումով չափազանց լավատես եմ։ Եվ եթե իմ կարծիքը կուզեք, ցանկացած իշխանություն այ պետք է հենվի այդ անկախության սերնդի վրա, անգամ ոչ մեր սերնդի։ Պարոն Ֆարմանյան, արտաքին քաղաքական կենտրոնները մշտապես մեծ հետաքրքրությամբ են հետևել այս ընտրություններին։ Մենք գիտենք, որ հարափոփող աշխարհում, առավելապես մեր տարածաշրջանում, լուրջ փոփոխություններ են եւ Հայաստանը ավելի դիմադրողունակ լինելու խնդիր ունի։ Ես ուզում շատ կարճ պատասխանեք, այս ընտրությունները մեր երկիրը ավելի դիմադրողունակ, ավելի ամուր կդարձնի իր ներքին կազմակերպվածության իմաստով։ Ես հուսով եմ, որ այո, բայց դա հիմնավորելու համար ընտրությունները եւ հետընտրական այդ ժամանակատվածը պետք է լինի անցյալում։ Շատ քաղաքական դերակատարներ, կուսակցություններ, թիմեր ընտրարշավին եւ ընտրություններին մոտենում են հավանաբար պարտադրված եւ դա այդպես է հավանաբար աշխարհի բոլոր երկրներում շուկայական տրամաբանությամբ, այսինքն ինչ առաջարկել, որը կարող է սպառվել, եթե կոպիտ ձևակերպեմ, եւ այդ մտածողությունը կամ դրա պահանջարկը շատ դեպքերում լուսանցքից դուրս է թողնում այն հարցերը, որոնք անկախ շուկայի քաղաքական առաջարկ պահանջարկի բովանդակությունից ծառացած են Հայաստանի Հանրապետության առջև
եւ անկախ իշխանության ինչպիսին լինելուն կամ դրա կոմպոզիցիայից ցանկացած իշխանություն այդ հարցերի պատասխանը որոնելու կամ տալու անհրաժեշտության առջև է կանգնելու։ Ես չափազանց այս կոնտեքստում կարևորեի անվտանգության բաղադրիչը։ Դուք գիտեք, որ մենք ընտրություններին մասնակցում ենք, մեր կարգախոսում նաև անվտանգություն, այդ բառը շատ տարողունակ կա։ Ես չեմ տեսնում, անկեղծ ասած, նաև ձեր հարցադրման ենթատեքստը հասկանալով մեր երկրի անվտանգության շուրջ քաղաքական շատ լուրջ, շատ խորը, շատ փաստարկված բանավեճ նաև նախընտրական այս փուլում։ Մինչդեռ մենք որպես քաղաքական դերակատար դա համարում ենք ամենակարևորը եւ ըստ էության կղզիացած կարող ենք համարել, այսինքն որպես բացառություն հանրապետության նախագահի շատ կարևոր ելույթը Արցախում, որտեղ հանրապետության նախագահը նաև որպես զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար փորձեց այդ ուղերձը փոխանցել հասարակությանը, որ ապրիլի 2-ին մենք նաև ընտրում ենք, թե ում ենք վստահելու մեր երկրի պաշտպանությունը, ում ենք վստահելու պատերազմի եւ խաղաղության հարցերում որոշում կայացնելու ուրեմն պատասխանատվությունը եւ նաեւ իր կարծիքն ասեց, որ որևէ թուլամորթ կամ թուլություն ունեցող կամ պոպուլիստական նկրտումներով առաջնորդվող ուժի կամ քաղաքական գործի հայտնվել անվտանգության այդ բուրգի գագաթում նման պատասխանատվության պարագայում կարող է կործանարար լինել երկրի համար եւ սա ուղղակի ճշմարտություն է անկախ հանգամանքից թե դուք, ես, մյուսը ինչպիսի վերաբերմունք ունի քաղաքական իշխանության հանդեպ, որտեղ դա իսկապես այդպես է նախընտրական քարոզարշավի ժամանակ կարելի է հանդես գալ պոպուլիստական ամենասուր գաղափարներով եւ նաև մեր հեռուստադիտողները թող չկարծեն, որ դա այդպես է Հայաստանում, այսօր ամբողջ եվրոպական մայրցամաքում նոր քաղաքական ըստ էության միտում է նկատվում պոպուլիստական, ծայրահեղական գաղափարներով տարբեր քաղաքական ուժերի մեծ առաջընթացը տարբեր երկրներում, այո, եւ սա մեծ մարտահրավեր է ամբողջ եվրոպական քաղաքակրթությանը, բայց մենք, ինչպես ասում եմ, մեր դառն ենք եւ մեր պարագայում դա իսկապես կարող է կործանարար լինել, երբ քաղաքական տարբեր միավորներ այսօր քաղաքական քարոզչության ընթացքում խոսում են ամեն ինչի մասին եւ խոսելը մի կողմ, դու տեսնում ես, որ իսկապես պատկերացում ունեն տարբեր հարցերի վերաբերյալ, բայց թույլ տվեք նկատել, դա իմ անձնական դիտարկումն է, ես ոչ բոլոր մասնակիցների մոտ եմ տեսնում նման ունակություն կամ պատրաստակամություն, պատրաստվածություն մտնելու նման որոշումներ կայացնելու բեռի տակ։ Գուցե այդ մասին շատերը չեն խոսում զուտ իրատեսությունից ելնելով, որտեղ իրականում չեն հավակնում այդ պատասխանատվությանը, գիտակցելով, որ ընտրությունների արդյունքում չեն կարող հավաքել բացարձակ մեծամասնություն, բայց այդ առումով մի քիչ տրամաբանական է, բայց այդուհանդերձ այն ուժերը, որոնք այսօր ձգտում են կամ գոնե հայտարարում են քաղաքական մեծամասնություն վերցնելու կամ ունենալու նպատակի մասին, շրջանցել այս հարցերը դա ներողություն ամենամեծ հնարավոր վատություն անելը կլինի ժողովրդին, այսինքն մեր պետությանը, որովհետև կրկնում եմ, ցանկացած հարցում կարելի է ճիշտ կամ սխալ որոշում կայացնել, բայց այն հարցերում, որոնք վերաբերում են երկրի պետականության, արմատական հարցերին, անվտանգությանը, պաշտպանությանը, այս հարցերում հնարավոր չի սխալվել, հնարավոր չի ճակատագրական սխալ գործել եւ ուղղել, որովհետեւ պատմությունը եւ մենք մեր պատմությունից գիտենք, երբեմն դաժան է նաեւ գտնվում նման իրավիճակներում եւ կարող է դա ճակատագրական լինել։ Պարոն Ֆարմանյան, իմ վերջին հարցը։ Առաջին անգամ այս ընտրություններում Արցախյան կարգավորումը եւ խաղաղության կարգախոսը եկել է հրապարակ եւ մենք չենք տեսնում իշխանության կողմից գոնե հստակ, այսպես հակադրություն այն տեսակետին, որ շրջանառում է քաղաքական ուժերից մեկը կարգավորման այն ծրագիրը, որն առաջարկում է Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի առաջնորդը։ Իսկապես դուք ճիշտ եք նկատում, որ Արցախյան կարգավորման թեմատիկան համեմատության մեջ նախորդ ընտրական ուրեմն ցիկլերի ավելի քիչ է շոշափվում։ Անկեղծորեն ասած, ես գուցե ինձ թվում է ճիշտ բացատրություն ունեմ դրա, որովհետև ընդամենը 1 տարի է անցել ապրիլյան պատերազմին, իսկ ապրիլյան պատերազմը ըստ էության ինչ ցույց տվեց մեր բոլորի գիտակցության մեջ, որ ինչպիսին է լինեն քաղաքական բանավեճերը, խոսակցությունները, Արցախը այն հարցն է կամ Արցախյան սպառնալիքային որոշ տարբերությունները վերանում են իրականում եւ ով ում ինչում էլ մեղադրի բոլորը հասկանում են, որ երբ հարցը գալիս հանգում է Արցախի գոյությանը կամ ժողովրդի անվտանգության ապահովմանը, այդտեղ շատ բարդ է որևէ տարբերություն գտնել։
Իմ կարծիքով հիմնական բացատրությունը դա է եւ այդ պատճառով նաեւ քաղաքական ուժերը ինչ որ առումով ձեռնպահ են մնում, որտեվ դա ըստ էության ակնհայտ է, այսինքն այդ ֆիշկան օգտագործելով բարդ է շատ իսկապես մարդկանց հասնել գիտակցությանը կամ ներկայացնել սեփական մոտեցումների տարբերությունը, եթե այդպիսիք կան։ Նախագահ Տեր-Պետրոսյանի ներկայացրած քաղաքական ծրագիրը իսկապես այդ առումով բացառություն է։ Ես կարող եմ իմ կարծիքը ասել, որ չհամաձայնվել Տեր-Պետրոսյանի հետ, որ Արցախյան կարգավորումը հիմնարար նշանակություն ունի ոչ միայն խաղաղության մեր ժողովրդի համար ապահովման, այլ նաև լայն կոնտեքստում զարգացման լրիվ այլ հորիզոններ ձգտելու կամ նվաճելու տեսանկյունից սա կլինի սխալ մտածողություն եւ ես այդպիսի բան չասացի, ներողություն, որպեսզի օլիգարխներին թույլ չտանք, թույլ տվեք ավարտել իմ միտքը, պարոն Բաբաջանյան, սա շատ նուրբ հարց է։ Ես կրկնում եմ, որպեսզի հստակ լինեմ, չհամաձայնվել Տեր-Պետրոսյանի հետ, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորումը, իսկ երբ ասում ենք կարգավորում, մենք բացառապես ի նկատի ունենք այն կարգավորումը, որի մասին նախագահ Սարգսյանը շատ երկար ժամանակ խոսել է, կարգավորում, որը կերաշխավորի Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքը սեփական կամքը տնօրինելու, սեփական կամքով որոշելու այն կարգավիճակը, որն ունենալու է, ազատ արարելու ֆիզիկական անվտանգության կայուն երաշխիքներով։ Սա ի նկատի ունենք։ Չհամաձայնվել Տեր-Պետրոսյանի հետ, որ Արցախյան խնդրի կարգավորումը հիմնարար նշանակություն ունի ոչ միայն տևական խաղաղության ապահովման, այլ նաև Հայաստանի Հանրապետության եւ բուն Արցախի զարգացման նոր, ինչպես ասում են, դիտակետից աշխարհին կամ տարածաշրջանին նայելու հնարավորությունների տեսանկյունից, դա կլինի քաղաքական սնանկ մտածողություն։ Այսինքն ես չեմ կարծում, որ Հայաստանում կա որևէ գիտակից մարդ կամ քաղաքական ուժ, որ կարող է ասել, որ ավելի լավ է մենք չհասնենք խնդրի լուծմանը, այլ այդ հակամարտությունը միշտ լինի, որպեսզի սնուցի մեր զարգացումը։ Սա ուղղակի սնանկ մտածողության հետևանք է։ Այլ բան, որ այստեղ կա բանալի բառեր, երբ ասում ենք մենք Արցախի կարգավորում, Արցախյան խնդրի, յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր մոտեցումները։ Այսօր Տեր-Պետրոսյանը ներկայացնում է մոտեցումներից մեկը։ Դուք բոլորդ, այսինքն մեր հեռուստատիտողները ծանոթ են Հանրապետության նախագահի մոտեցումներին, ամբողջ ուրեմն այս տասնամյակների եւ Հանրապետական կուսակցությանն իմ տպավորությամբ այլ բաներ ասում, հիմա դրան թույլ տվեք անդրադառնալ, այսինքն Հանրապետության նախագահի մոտեցումներին Ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին, այստեղ նորություն չկա, այն ինչ ասվել է ուժի մեջ է եւ վերջին անգամ շաբաթավերջին Արցախում զինվորների եւ նրանց ուրեմն ծնողների ներկայությամբ նախագահը վերահաստատեց։ Ես Տեր-Պետրոսյանի հարցազրույցը ինքս նայել եմ, ես դա անցալել եմ մոտավորապես այսպես, որ փոխզիջումների հիման վրա Արցախյան խնդրի կարգավորման հասնելու մասին խոսում են իրենց պատկերացրած փոխզիջումների բովանդակությամբ եւ մենք։ Ես այստեղ կարող եմ հավաստել, որ փոխզիջումների այն փիլիսոփայությունը, որ պատկերացնում ենք մենք, որևէ կերպ կասկածի տակ չի առնում Արցախի Հանրապետության ժողովրդի հիմնարար իրավունքը ինքնուրույն տնօրինելու սեփական ճակատագիրը եւ ինքնուրույն որոշելու հակամարտության հետևանք հանդիսացող մնացած բոլոր խնդիրները ացանցիալ են եւ իրենց պատասխանները պետք է ստանան հակամարտության կարգավորման համապարփակ ծրագրի շրջանակներում մի նպատակ, որին ուղղված է եղել նախագահ Սարգսյանի առաջնորդության 10 տարիների ընթացքում բանակցային ամբողջ գործընթացը եւ այդտեղ մենք ունեցել ենք հաջողություն։ Դուք եք համարում, որ մեր հակառակորդը ոչ թե Ադրբեջանն է, այլ միջազգային հանրությունը։ Ոչ, ես դա այդպես չեմ համարում, թեև հասկանում եմ ձեր հարցի ենթատեքստը եւ կարող եմ ասել, որ Տեր-Պետրոսյանի այդ բացատրությունը ես որքանով հասկանում եմ, այլ նպատակ էր հետապնդում, ես ինձ թույլ չեմ տալիս մեկնաբանել ուրեմն առաջին նախագահի խոսքերը, ասում եմ այն ինչ ես եմ հասկացել, որ խոսքը աշխարհակարգի թելադրած ուրեմն խաղի պայմանների մասին, արդյոք աշխարհակարգը թույլատրում է, հնարավորություն ընձեռում է կոնֆլիկտների գոյությունը կամ դրանց հանգուցալուծումն ու բացառումը։ Եվ դա իսկապես այդպես է, թեև ես այն կարծիքին չեմ, որ մեր խնդիրը միջազգային հանրության հետ է, հակառակ միջազգային հանրությունը իդեմս Մինսկի խմբի արդեն շատ տևական ժամանակ մենք ոչ միայն գործընկեր ենք, այլ խոսում ենք գրեթե նույն ուրեմն մտածողությամբ կապված Արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։ Սա իսկապես շատ նուրբ եւ շատ
մեծ, լայն, խորը տեղեկացվածություն պահանջող խնդիր է, որ նույնիսկ քաղաքական քննարկումների ժանրում, հատկապես նախընտրական փուլում, ամենաշահեկանը չէ, որտեղ սա մի հարց է, սա մի բովանդակություն է, որտեղ ամեն մի բառ, ամեն մի միտքը, դրանց ժամանակագրությունը, մեկ փաստի անտեսումը կարող է ամբողջ բովանդակությունը փոխել, բայց այն, որ արցախյան խնդրի վերաբերյալ մեր հանրային գիտակցության մեջ ուրեմն կա հստակ ուրվագծված ուրեմն մոտեցում եւ հանրապետության նախագահը հենց այդ մոտեցումների կրողն է եղել ամբողջ բանակցային գործընթացում եւ սա այն հարցն է, որտեղ կա կարմիր գիծ եւ այդտեղից այն կողմ որևէ նախագահ առավել եւս նախագահ Սարգսյանը երբևէ չի անցնելու, ես առավել քան վստահ եմ, այդ առումով մեր բնակչությունը կարող է լիովին հանգիստ լինել, որովհետեւ մենք չենք կարող, ինչպես նախագահ Արցախում ասեց, շատ էմոցիոնալ ձևով մեր արժանապատվությունը հավաքական դարձնել առուցախի առարկա, ինչպիսի նպատակ էլ ընկած լինի դրա հետևում։ Ադրբեջանական իշխանությունները, այո, մենք պարտավոր ենք շատ ռացիոնալ մտածել, մենք պարտավոր ենք շատ չոր հաշվարկներ անել, ինչպես դա արվում է, բայց նաև մենք պարտավոր ենք հասկանալ, որ սեփական ուժերին ապավինել եւ այդ ուժերը բազմապատկել, ինչի մասին նաև շատ ընդդիմախոսներ այսօր խոսում են եւ ճիշտ են անում, սա այն լավագույն հենքն է, որ թույլ է տալու խոսելու ամուր ոտքերի վրա հակառակորդի հետ, որովհետև ցավոք սրտի մենք գիտենք, թե ինչ մտածողություն է Բաքվում թևածում, մենք գիտենք ինչ երևակայական պատրանքների գրկում են ապրում Ալիևների ընտանիքը եւ ընդհանրապես այդ երկրի էլիտան։ Ճանապարհ այլ քան սեփական ռազմական ուժերի սպառազինությունների ավելացմամբ, արդիականացմամբ, զինված ուժերի ավելացումն է, բայց զուգահեռ երկրի քաղաքական ինստիտուտների ամրացումը, այո, ամբողջ բլոկը կարող եք ներառել սոցիալ-տնտեսական զարգացումներից մինչև բարոյական մթնոլորտի առողջացում, մեր էլիտայի որակների փոփոխություն, որը եւս քիչ կարևոր խնդիր չէ, այդ ամբողջը կազմում է քո ներքին դիմադրողականության բարձրացումը եւ միայն այդ դեպքերում ուժեղի հետ են բանակցությունների սեղանի շուրջ ձգտում բանակցել հավասարը հավասարի սկզբունքով եւ աշխարհն էլ այո դա այդպես է, բայց իմ ասածը ենթադրում է եւ վերաբերում է այն ծրագրերին, որոնք մենք ունենք Հանրապետական կուսակցություն։ Շնորհակալություն այս հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, որ իմ հյուրն էր Հայաստանի ազգային ժողովի հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։ Շնորհակալություն։